Լսի, Նիկոլ, Արաբատ, Ալեն Սիմոնյան, մեկ էլ իդիոտ լրագրողներ։ Լսեք, հերիք չի Ալիևի ամեն մի էշությունը լուրջ ընդունեք ու սենց ասած մի քիչ փողոցային ձևով դալշե տակ։ Լսեք, կատակով պատասխանեք, արա։ Հիմա որ Ալիևը հայտարարի հայերի գենետիկ կապված են ուխտի հետ, էլի, ուխտի ալուն կա հայերի մեջ, դուք պետք է գենետիկներ բերեք ապացուցեք այդ հիմարությունը։ Օրինակ, շատ ճիշտ պատասխան կլիներ, լսեք, ձեզ եմ ասում։ Օրինակ, պատասխանեք, ասեք, Ալիևը շատ է համացանցին հետևում, էլի։ Օրինակ, բերեք Քիմ Քարդաշյանին, դες այն էլ էշ դուս էր տալի, որ ամերիկացիք լուսնի վրա չեն եղել։ Այսինքն մի հատ զուգահեռ բերեք Ալիևի այդ բարբաջանքին։ Ծիծաղով ընդունեք, էլի։ Ասեք, հա դե այնտեղ շատ բան են գրում, էլի, այդ ինտերնետը համ լավ բան ունի, համ վատ բան։ Դες ինտերնետում գրած է, որ Կրեմլը սարքել է Քրեմոգլին։ Դες այսպես մի բան ասեք, Նիկոլ։ Արաբատ, դու գնում ես Լավրովի հետ այդքան շփվում ես, արա Լավրովը շատ սուր ու կծող լեզու ունի, էլի, են խիտրի ու հումորով, էլի։ Դու մի բան այդ մարդուց չես սովորել, հա։ Այ անթրաշ պիդարաստ։ Որ սենց լուրջ նստում եք, արա, փոխարեն, արա, մի հատ նենց պատասխան տակ, մենք էլ լավ զգանք, արա։ Մենակ ձեր դուխը հերիքում է, այն բոզարած տերտերների վրեն ղժակ, դաշնակների վրեն, այնտեղ Քոչարյանի Սերժի վրեն, էլի, դուք նույն ձև չեք կարում Ալիևին մի հատ պատասխան տայք այս ձևով։ Ասեք, հա դե Ալիևն է, ինտերնետն է, մենք մեղք չունենք, էլի, ինչ ասես տեսնում, այնտեղ կարդում խոսում է, էլի, Գիտությունների ակադեմիայում, մի հատ այսպես պատասխան տայք, արա։ Ասեք, լրագրողին խորհուրդ այլ գնար MGIMO, որտեղ սովորել է։ Գնդակը փոխանցեր Ռուսաստանին, թող MGIMO-ից մի հատ քեզ պատասխանեին։ Այնտեղ են այդ հիմարությունները լցրեք գլուխը, էլի։ Մի հատ, լսեք, այնց մի հատ պատասխան տայք ծիծաղով, լսեք, որ ավելի Ալիևը մյուս անգամ այս հիմարությունները չաներ, էլի։ Պատկերացնես դու մեղադրիր օրինակ Արաբատ MGIMO-ի իր դասախոսներին, որ sense բաներ են լցրել գլխի մեջ, կարող է այնտեղից է, կարող է ինտերնետից է, լսեք կատակի տայք, ոչ թե լուրջ դրել է գիտնականներ եք բերում, քարտեզներ եք բերում, համ էլ մյուսը, լսեք, ոչ խարներ, այ որ ամեն մի անասուն ուզում է լինի վարչապետ, այսօրվա դրությամբ Բալթիկ ծովը որ կա, տեսեք, Ռուսաստանն ասում է Բալտийское море, եվրոպացիք ու բան, Google քարտեզներում գրված է Սևեռное море։ Այսօրվա դրությամբ, լսեք, դուք ինչ եք քննարկում, հասկանում եք, մի անասուն մի բան ասում է, այն մյուս անասունները այնտեղ հետևից շարունակում։ Այսպես պետք է դուք պատասխանեք, էլի, այսպես պետք է հումորի տայք, ավելի շատ ղժեք, ավելի շատ Ալիևին մի հատ տեղը դնեք, այսպես կատակ ձևով։ Վերջում էլ մյուս հանդիպմանը գնայք այնտեղ, ես իմում Հոմերոս վեցնեիք են, Հերոդոտոս այդ գրքերը տանեիք, Մարկո Պոլոյի գրած, ասեիք Ալիև ջան, ցավը տանեմ, հերիքա ինտերնետ նայես, այնտեղ ինչ էշություն ասես գրում են, այնտեղ շատ նայես կիմանաս մոլորակնել է հարթ, կուպլի տակ, չգիտեմ, ամերիկացիք կոսմոս չեն թռել, այնտեղ լուսնի վրա չեն իջել, այնտեղ բանը Իլոն Մասկը բանը այն Մողես ազգի այլ մոլորակային այնպես բաներ են գրում ինտերնետում այսպես ղժայք Ալիևի վրան էլի այս կարգի մի հատ պատասխան տայք արա ընկել են լրջին են տվել ասենց էլի փողոցի ժարգոնով ասած էլի մի տեսակ արա դուք ինչ հիմար եք արա այ էսեն այ Դրեք այսենց հումորի տվեք այդ ամեն ինչը, որ նա էլ չշարունակի, հասկացեք, դու չպետք է հիմա դնես ապացուցես Ալիևին, որ հայի գենի մեջ ուխտի գեն չկա, հասկանում եք, եթե ինքը վաղը հայտարարի։ Օրինակ դու լսել ես Ռուսաստանում մեկը լուրջ քննարկի, որ Կրեմլը արդյոք սարքել են ադրբեջանցիք, էլի, դու տես, այդպես հայտարարություն էլ կա։ Կամ իտալացիք ասեն բանը, Դավինչին ադրբեջանցի է եղել ընդեղ Վինչի քաղաքում ապրող, էլի, դուք լսել եք ընդեղ այդպես բան քննարկել, բայց մենք դրած քննարկում ենք արա վայ սենց։ Լսել եք մեկը Պուտինին այդպես հարց տա, էլի, կամ ընդեղ մեկ ուրիշին, ինչ որ մի պատգամավորի, էլի, էշություն է, լսեք էշության հետևից լրագրողներ չեն գնա այսքան, ու աճացնեն, բազմացնեն։
Կարող է Ալիևը հիմա ասես վաղ էլի, այսինքն ղժալով ասա Ալիև ջան, դու կարող է վաղ ինտերնետում մեկը մի բան գրի, որ Ատլանտիդան խորտակվել է ասենց Կասպից ծովում ու ատլանտները դուրս են եկել դարձել են ադրբեջանցիք։ Այսպես բան էլ է, ղժացեք վրեն էլի արա։ Արա այդքան դժվար է, արա ինչ անեմ, ես գամ դառնամ վարչապետ չեմ կարող, համել այդ իմ գործը չի։ Որ դրանց արա մի հատ մակարդակով պատասխան տակ էլի արա, դուք լրիվ արա տուպոյ արա, ասենց այն կրեատիվից հեռու ուղեղները մենակ տերդերների վրան, այ սրեն ընկնեն տերդերների հետևից արա։ Դաշնակների, բանի ընդեղ այն չոլախ սեյրաներ ինչեր պաշտպանության նախարար, Քոչարյան ընդեղ գրլեն, Սերժ գրլեն, էս անեն, նախկին, մենակ դրանց վրան ա ձեր լեզուն ֆռում, արա։ Այսպես պատասխանի Ալիևին։ Ու հետո պատկերցեք, մի հատ էլ այն որ MGIMO-ի թեման էլ ասեք, ու ռուսերեն լեզվով էլի մի քիչ որ առանց թարգմանության միանգամից մխեք մեջը։ Պատկերացրեք հետո MGIMO-ի դասախոսները Մոսկվայի հարգված համալսարանն է էլի Ունիվերսիտետ միջնորодных отношений, ընդեղից արձագանքին Ալիևի հիմարություններին։ Դե որտեվ դու աշխարհով մեկ հայտարարում ես, որ այդ հիմարությունը այդ բուհն է, բաց լեցրե դրա գլուխը, որտեվ նա ասենց ասած գլուխագովում իր կրթությամբ։ Այ պատկերացրա Ռուսաստանն էլ ատամ ունի Ալիևի վրան, կդնեին, կլցեին վրան, կներեք արդայդությանս։ Այսպես մի քիչ դիվանագետ եղեք, արա, մի քիչ արա գորշ բջիջները աշխատացրեք, արա։ Թե ձեր բջիջներն էլ եկեն ձեր այդ ռոպագանդայի տակ ընկել ու անասուն դասարակել, դուք էլ այդ անասուններից ծնվել եք, դրա համար դից անասուն եք։ Որ ազգը հավատում է, որ պետք է նստի, բանում։ Վարձկանները գալ, թուրքան գրավեն էլի, իրանք են նստեն նայեն, սենց լայքեր դնեն էլի։ ՆԱՏՕ-ի երկրորդ կամ Եվրոպայի համար մեկ հզոր բանակը պետք է գնանք վարձկաններով հետը կռվեն էլի։ Ու Սևան բան չէր, վան, ման, սենց անի հետ բերեն Արարատը։ Ես է կարել արա։ Երկիրը դարել է հոգեբուժարան, լուրջ եմ ասում։ Այն քասիբների պալատները գնում ես այն բան էլի ինչ անունը։ Այն կորպուսը գժանոցի էլի վրան գրած է Հայաստան։ Այնտեղ որ մի պալատը բացում ես, բա մասոններից են խոսում, մի հատ բլոգեր խելագար նստած մասոններից է խոսում, այն մյուս պալատը բացում ես ընդեղ բան, կաթոլիկներն են ընդեղ բաները, դրանց են իլումինատներն են ուզում Հայաստանը կործանեն, մի հատ անասուն նստած խոսում է, մնացածը լսում են գժեր, էլի, այն մյուս պալատը բացում ես, տեսնում ես, մեկ իրան դրել է նժդեի տեղ, հավաքել է անասուններին, գնում են գրավեն կես անենք, արա, այս անա գժանոցն է դարել։ Լրիվ ինչքան դավադրության հիմար տեսություն կար, հայ ուղեղը միանգամից քաշում մտնում, այլ այնա, Քիմ Քարդաշյանը, ասում է, ամերիկացի լուսնի վրա չեն եղել։ Էլ մեր մոտ ինչի ասես հավատում են, էլի, ու ինչ հիմար տեսություն ասես կա, էլի։ Մասոններ, քցենք ընդեղ, եսիմ տամպլիերներ, չգիտեմ ընդեղ ջհուդներ, սիոնիստներ ընդեղ, ով ինչ ասես լցնում արես ժողովրդի գլուխը։ Համար այս օրի ենք էլի, մեր վարչապետն էլ այս օրի իդիոտ է։ Բա որ գնում ես այն մյուս պալատը, արա, այն բան, արդեն VIP պալատը։ Այդ պալատի դռներն էլ բացում ես, ամենտեղ մի հատ վարչապետ է նստած։ Սաղ փրկիչ են, սաղ երկիրը փրկող վարչապետներ են։ Այ ես որ sense նայում եմ ասում արես երևի ու մերես ինտելիգենցիայի մեջ էլի որ sense կա էլի sense որ խոսացող մարդկանց արա ռեդկի է մի հատ խելքը գլխին մարդ որ լուրջ մի բան ասի էլի լուրջ ասի արա ժողովուրդ հերիքա արա այս էշությունների հետևից հերիքա գնաք բա ես էլ այդ գժանոցի բանն եմ Հայաստան գրած էլի ինտեղ գլխավոր բժիշկը ասում են բուժ եմ հոգեկանների էլի Նիկո լուրջ եմ ասում, լսեք, մի քիչ կատակին տվեք այդ ամեն ինչը։ Այս դեպրեսիվ վիճակից պետք է ժողովրդին մի քիչ հումորով անեք, արա։ Պետք է կավեն շիկ բան կանչեք, թող գան պարապացնեն ձեզ։ Դե ոնց դրանց ասածների տակից հումորով դուրս գաք։ Բա հաջողություն։